Ճամբարակ Վահան ավտոճանապարհին վթարից մահացած զինծառայող Սուրեն Վարդանյանը մի ամիս էլ չկա, որ բանակ էր գնացել։ Տարի կետում էին տվել, նոր են տարել, ամսի 22-ին նոր ամիսը լռանում է։ Պրիսյակ եղել է, երեխեն եկել է տուն։ Ինչ որ խնդիրներ ունեցել։ Հասցրել էր միայն զինվորական երթում տալ։ Նրա հետ Ճամբարակի զորամասից մոտ 200 մետրի վրա գտնվող ճանապարհով վազող զինվորներն էլ նոր զորակոչվածներ էին։ 6 հոգի դեռ զինվորական հոսպիտալում են։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ 3-ը հետազոտվել են, բժշկական միջամտության կարիք չկա, մյուս 3 զինվորները բժիշկների հսկողության տակ են։ Ես որ հասել եմ արդեն վերջի զինվորին դրել են շտապօգնության մեջ, հետները իջել եմ հիվանդանոց։ Պատկերացրեք արդեն ինչ վիճակում են, ծանր վիճակում, բժիշկները բուժօգնություն, միահավոր քաոսային վիճակ էր։ 3 երեկոյան 21:20-ի սահմաններում է դեպքը եղել։ Վահան գյուղի 34-ամյա բնակիչը գազ 53 բեռնատարով Ճամբարակից գյուղ վերադառնալիս է եղել։ Ըստ վարչական ղեկավարի պայմանագրային զինծառայող է, հերթափոխից ազատ ժամանակ գյուղատնտեսական աշխատանքով է զբաղվում։ Իջելա լիցքավոր է Ճամբարակում։ Վահան բնակավայրում լիցքավոր մանկետ չկա գազի։ Լիցքավորը հետ գալուց այդ դեպքը եղել։ Կադրերում տեսնում ենք խարխուլ բեռնատար առանց համարանիշի, ինչպես հետո պարզվեց վարորդն էլ առանց վարորդական վկայականի։ Վարչական ղեկավարի խոսքով մեքենան կանոնավոր չի օգտագործել տարվա մեջ մի 20 օր խոտ տեղափոխելու համար։ Ինքը եղել է ստապ ամիջապես դեպքից հետո ես երեմի 5-10 րոպեվա ընթացքում դեպքի վայրում եմ եղել։ Խմած չի եղել ընդհանրապես։ Պայմանագրային զինծառայողը 3 հատ անչափահաս երեխա ունի, 4-րդն է կինը հղիա։ Ձայներ էր հանում շատ ուժեղ, լացում էր, իրան կոտորում էր այդ վիճակներ։ Ինչպես է վթարը տեղի ունեցել, Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը միայն այն գիտի, որ ճանապարհի այդ հատվածը լուսավորված չէ, զինվորներն էլ վազելիս են եղել։ Դե զինվորները վազելուց են եղել։ Դե արդեն ընդեր չես կարա պատկերացնել, ճանապարհի մեջտեղով են վազել, թե եզրով են վազել, դե չես կարա այդ պահին կանխագուշակես, որ կողմով են վազել։ Երեկոյան 9-ից հետո ինչու են 7 ժամկետային զինծառայողներ ավտոճանապարհով վազել։ Այդ ժամին նրանք պիտի զորամասում լինեին ըստ կարգացուցակի։ Ժամը 10:30-ին քնի ժամ է։ Ազատության տեղեկությամբ Ճամբարակի զորամասի սպան նրանց պատժել է, հանձնարարել վազել զրահաբաճկոններով ու սաղավարտներով, որովհետև նորակոչիկները ճաշարանում իրենց աղմկոտ են պահել։ Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում այս տեղեկությունը, միայն ասացին ծառայողական քննություն է նշանակվել։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ճանապարհային երթևեկության, անվտանգության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հոդվածով։ Վարորդը ձերբակալված է։ Ցավոք երեք նույնպես չգիտեմ հրապարակվել է թե չէ, էլի բանակում միջադեպ ենք ունեցել, դեպքում էլ լրիվ ուրիշ։ Զինծառայողի կյանք խլած այս դեպքի մասին վարչապետը խոսեց այսօրվա ճեպազրույցում լրագրողի հարցինի պատասխան։ Արձանագրեց այս դեպքն էլ այն մասին, որ խնդիրները համակարգային են ու կանգ առավ հատկապես այն հանգամանքի վրա, որ այդ գազ 53-ը չպիտի շահագործվեր։ Երբ որ բարեկային ծառայությունը մտնում են, հանրապետությունից տասնյակ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ գյուղում մարդիկ խոտ են տանում, բան այդ մեքենաները պետք չի համարու պահանջել, տեղ զննում պահանջել եւ այլն, բայց գոնե լավ էր, որ մենք այդտեղ բանի չգնացինք եւ ասցինք, չէ, պետքա ի վերջո պետքա վերջ տրվի այդ ամենին, բայց այդքանից հետո sense դեպք ենք ունենում, երբ որ շահագործման ոչ ենթակա մեքենան բարձում են, քիչ չի վարում են, մի հատ էլ բարձում են եւ մի հատ էլ այդ միջադեպն է տեղի ունենում։ Փաշինյանը չհիշեց, չընդգծեց ու խնդիր չհամարեց ուշ ժամի զինծառայողների զորամասից դուրս գտնվելու արտառոց հանգամանքը, մինչև չհիշեցրին։ Դա պետքա պարզվի, ինչ էին դրսում։ Ճամբարակի զորամասի բարձրաստիճանների շարքերում այս պահի դրությամբ պաշտոնանկություններ դեռ չկան։ Մեկ ամիս էլ չկա այս զորամասում հայտնաբերվեց 20-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի մարմինը։ Նրա մահվան գործով 2 զինծառայող է կալանավորված։ Այս տարի 30-ից ավելի զինծառայող է մահացել, 12-ը ծառայության հետ կապված մահացու դեպքերն են։ Կլինեն որոշակի կադրային լուծումներ։ Մեկ շաբաթ առաջ Փաշինյանը նախ անոնսեց, ապա փոխեց ռազմական ոստիկանության պետին։ Նորանշանակ Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է կանխարգելիչ միջոցառումներ անցկացնել զորամասերում, ընթացքի մեջ է կարգազանց միջոցառումը, որի նպատակը կարգապահության պահպանումն է։ Կարդում ենք Պաշտպանական գերատեսչության ժամեր առաջ տարածած հաղորդագրությունում։ Կանգ չի առնում նաև նախարար Սուրեն Պապիկյանը, նա էլ ստուգայցերի է, զինված ուժերում կարգապահություն է ստուգում։
Զինվորների մահվան ցավոտ վիճակագրությունը կանգ չի առնում։ 3 դեռ պարզ չէ ում հանձնարարությամբ զրահաբաճկոնով վազող Սուրենը անիվների տակ հայտնվեց։ 8 օր առաջ Գրիգորի Դին հայտնաբերվեց Զորամասում, 30 օր առաջ Նարեկինը, հունիսին Ռոբերտն ինքնասպան եղավ, նույն ամսում Արամայիսը կախվեց Կապանի Զորամասում։ Այս ամենը միայն ամռան 2.5 ամիսներին։